Սահմանադրական դատարանում 4-րդ օրն է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրության արդյունքները վիճարկող քաղաքական 7 ուժերի դիմումների քննությունն է։ Հերթը դատավորների հարցերին է, հարցնում է գործով զեկուցող Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանը։ Քվեարկության արդյունքների ամփոփումից հետո քանի ընտրական տեղամասերի մասով քվեարկության արդյունքների հետ կապված Հայաստան Դաշինքի կողմից ներկայացվել են վերահաշվարկի դիմումներ։ Ներկայացվել են շուրջ 10 դիմումներ, բայց նկատի առնելով, որ որոշակի ընթացակարգային խնդիրներ կա, Կենտրոնական տրական հանձնաժողովի հետ նաև համաձայնեցված հարցադրումները փոխանցվել են Կենտրոնական տրական հանձնաժողովին։ Այսինքն կարող ենք փաստել, սա որևէ հետևության տեղիք թող չտա, որ 2005 ընտրական տեղամասերից, որոնք կազմավորվել են Հայաստանի տարածքում, շուրջ 10 տեղամասի մասով է ներկայացվել վերահաշվարկի պահանջ։ Ճիշտ եմ ընկալում ձեր պատասխանը։ Ճիշտ եք ընկալում։ Ուժեղ Հայաստանի ներկայացուցչին ուղղված հարցը այն 2 ընտրատեղամասերի մասին էր, որտեղ ըստ դիմումի զինվորները քվեարկել էին տեղամասերի փակվելուց հետո։ Մենք հարցին դիտարկում ենք ուրիշ տեսանկյունից։ Մենք այդ հանգամանքը որպես փաստարկ ենք հենց օգտագործում, նաև ամփոփիչ ելույթում ենք ներկայացնելու, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ուներ բոլոր հնարավորությունները բացառելու համար, որ 20.02-ին հաջորդած ժամանակահատվածում այդ իրավիճակը լիներ։ Իդեպ նաև հենց մեր գործընկերը բավականին կարևոր արձանագրում արել է, ինքը զգուշացրել է, բայց իրեն չեն լսել։ Ընտրապայքարն անձերի մեջ էր, թե ծրագրերի Շաթիրյանի հաջորդ հարցն է։ Մեր կողմից այն ներկայացվել է ծրագրային տրամաբանության ներքո, ընդգծելով իհարկե քաղաքական պատասխանատվություն ստանձնողին անձին, Սամվել Կարապետյանին, ինչը չեմ կարող բնավ ասել քաղաքացիական պայմանագիր կուսակցության մասով։ Արդյոք ընտրական գործընթացներում ներգրավված քաղաքական միավորների հռետորաբանությունը կարող էր ազդեցություն ունենալ ընտրողի ազատ կամ արտահայտության եւ ընտրությունների վերջնապատկերի վրա։ Դատավորի հարցին քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչ Սուրեն Գրիգորյանը արձագանքում է։ Վերջնական արդյունքի վրա էական ազդեցության տեսանկյունից միանշանակ չէր կարող գործել, քանի որ դուք ձեր խոսքի մեջ շեշտադրեցիք հենց ընտրողներին եւ դա երեք շատ հստակ առանձնացնում էր նաեւ իմ կողմից գործընկերներին ուղղված հարցերում։ Կարծում եմ, որ հատկապես ընտրողներին ուղղված որևիցե խոսք, որը անգամ այդ անթույլատրելիության սահմանները հատել է, անգամ այդպիսի խոսք չկա, որ միատել դրա ազդեցությունից խոսանք։ Պետք է տարբերակել ատելության խոսքը, քարոզն ու ապատեղեկատվությունը, արդարադատության նախարարը մանրամասնում է։ Ասվում է, որ վարչապետը ասել է, ինչու չես զոհվել, դա մարդկանց մոտ վախ է առաջացրել, մտածել են զոհման, այս բառը օգտագործեց ներկայացուցիչը, եւ դրանից հետո անհասկանալի է ինչ է եղել, օրինակ մարդիկ վախեցել են դրանից, գնացել են ընտրել են, թե ոչ։ Իրականում քարոզարշավի ընթացքում հնչեցված արտահայտություններից որոշների արդյունքում մենք կարող ենք խոսել նույնիսկ ինչ-որ առումով ռեյտինգի նվազման մասին, ընդ որում խոսքը բոլոր քաղաքական ուժերին է վերաբերում։ Վարչապետի մասնակցությամբ առնվազն 2 դրվագի հետ կապված կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը քննության է առել վարքագծի կանոնի խախտման կամ էթիկայի կանոնի խախտման հետ կապված հարցը։ Եվ ինստիտուցիոնալ լուծումները, որոնք մեր երկրում տրվել են, այսօր աշխատում են եւ արձագանքում են այդ երևույթներին։ Ի պատասխան դատավոր Էդգար Շաթիրյանի հարցի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը նշեց, որ տեղամասերում 8-ից հետո քվեարկությունը իհարկե ցանկալի չէր, սակայն հանձնաժողովը դա էական խախտում չէր գնահատել։ Դատավորը հետաքրքրվեց նաև, թե ինչու Կենտրոնական ընտրական հանձնաժողովը արձագանքել է միայն 4 օր անց, երբ ահազանգերը հնչել էին հենց քվեարկության ավարտից անմիջապես հետո։ Հովակիմյանի խոսքով հանձնաժողովը հարցին վերադարձել է հունիսի 10-ին, քանի որ առկա էր հանրային պահանջ եւ անհրաժեշտ է ժամանակ դեպքերը մանրամասն ուսումնասիրելու ու գնահատելու համար։ Նախնական արդյունքների կոնտեքստում ԲՀԿ-ն հաղթահարել է 4%-անոց շեմը։ Այն պայն, երբ որ մենք հրապարակել ենք քվեարկության նախնական արդյունքները, ոչ։ Վերոնշյալ 3 ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր չճանաչվելու պարագայում, չճանաչվելու։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը կհաղթահարեր 4%-անոց շեմը։ Ես չգիտեմ, որովհետև ես այդ 3 տեղամասերում պիտի ունենայի վավեր քվեարկության արդյունքներ։ Ես պայմանականորեն եմ ասում, պարոն Հովհաննիսյան, ընտրական օրենսգրքի տեսանկյունից, եթե չկա վավեր քվեարկության արդյունք, բոլոր տվյալները 0 են։
Դատավոր Էդգար Շաթիրյանը դիմեց նաև դատախազության ներկայացուցչին խնդրելով 1 օրում ներկայացնել տեղեկություն, թե 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո հարուցված քանի ընտրական վարույթ է կարգվել, քանիսն են դեռ քննության փուլում եւ քանի գործով է արդեն օրինական ուժի մեջ մտած դատական ակտ կայացվել։ Նույնատիպ տվյալներ արդեն ընտրակաշարքի գործերով դատավորը պահանջեց նաև հակակոռուպցիոն կոմիտեից սկսած 2021 թվականից։ Դատավոր Սեդա Սաֆարյանի հարցերն ուղղված էին Բարգավաճ Հայաստան կուսակցությանը, Ուժեղ Հայաստան եւ Հայաստան դաշինքներին։ Ընտրություններից առաջ Ռուսաստանի Դաշնության նախագահի եւ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խոսք, որոնք հիմնականում պաշտպանության տակ էին առնում այդ 3 ուժերին եւ չէին էլ թաքցնում դա, որևէ ազդեցություն կարող էր ունենալ ընտրությունների արդյունքների վրա, ընտրողի ազատ կամքի ձևավորման վրա եւ ինչու էս գործոնը դուրս է մնացել ձեր դիմումի փաստարկներից։ Խնդրում եմ այսուհետ եւ մի անգամ եմ խնդրում 3 ուժերի նույնացման գործընթացը դադարեցնենք, դա ուղղակիորեն տեղավորվում է քաղաքական ուժերից մեկի քաղաքական ուժից 3-րդ անձի քաղաքական պնդումների դաշտի լույսի ներքո, հակառակ դեպքում ես խնդրելու եմ դատավորներից որևէ մեկին, այդ թվում նաև բացակայող 2 դատավորներից որևէ մեկին քննարկեն Տիկին Սեդա Սաֆարյանի մասնակցության հնարավորությունը այս նոր փաստերի լույսի ներքո։ Իսկ հարցին պատասխանելիս նշեց, որ արտաքին աջակցություն ստացել է քաղաքացիական պայմանագիրը։ Ուժեղ Հայաստանի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը հետաքրքրվեց հարցը քաղաքական է թե իրավական։ Սահմանադրական դատարանի նախագահը հայտարարեց դիմումների մեջ նման մտքեր կան եւ դժվար է տարանջատել հարցի քաղաքական ու իրավական կողմը։ Արամ Օրբելյանին հայտարարվեց նկատողություն։ Ասում եմ կարող է ազդել։ Նստեք մի րոպե։ Սրանից հետո առանց դատարանի թույլտվության խնդրում եմ չմոտենալ եւ միկրոֆոնից որևէ արտահայտություն։ Բարձր դատարան առարկությունները։ Պարոն Օրբելյան, նստեք։ Պարոն Օրբելյան, նկատողություն եմ ձեզ հայտարարում։ Սահմանադրական դատարանի դատավոր Արթուր Վաղարշյանը դիմումներում արկա փաստերի հիմնավոր լինել-չլինելու հարցերից բացի նաև ճշտում է։ Երբ որ ես կարդում եմ դիմումները, իմ մոտ տպավորություն է, որ Հայաստանի Հանրապետության ընտրողը զանգվածը այսպես զոմբիներ են ինչ որ եւ ինչ որ մեկը ասեց շուն շանգյալ, սրանք վախեցան, գնացին իրանց ընտրեցին, ինչ որ մեկի թոշակը 5000-ով բարձրացավ ուրախությունից, այսքան པարզ չի կյանքը։ Ինչու է մենակ գնահատում որ չէ, այս դաստի պես որ իրեն ընտրեցին, այս գնահատականը տվեք, ասենք քաղաքացիություն այստեղ մենք անտեսում ենք, չէ՞ ոնց որ թե։ Ազդել են մարդկանց վրա այդ գործիքակազմերը, ազդել են։ Իսկ ամենակարևոր խնդիրը կայանում է հետևյալում. Սահմանադրական դատարանը խնդիր չունի պարզի ինչքան են ազդել։ Սահմանադրական դատարանը ունի պարզ խնդիր։ Եթե այն աղյուսակը, որը ներկայացված է, չի արտացոլում իրական պատկերը եւ չեն կարողանում ապացույցներով դա գնահատել, ինչքան է իրական պատկերը, իսկ դատարանը գնահատելով ապացույցները գալիս է եզրահանգման, որ դա եղել է ոչ թե առանձին դրվագներ, այլ փոխկապակ Հիմա բառացի չասեմ, բայց փոխկապակցված իրար հետ կախված համակարգված խախտումների շղթա, ապա անվավեր է ճանաչում։ 4-րդ օրը դատավորները հարցերը սպառեցին, վերջինս ԴԴ նախագահն է հարցնում։ Մեկ հարց ուներ ԲՀԿ-ին ուղված։ Ամսի 11-ին տեղեկատվությունը եղել էր, դատարանի համար պարզ էր եղել եւ դատարանը կարող էր այսպիսի արտահայտություն գրել, որ ստիպված է լինելու կատարել վերաքվեարկություն, որովհետև վերահաշվարկի արդյունքները արդեն պարզ էին, թվերը պարզ էին, ինքը տեսնում էր, որ միայն այդպես կարելի է խնդիրը վերացնել։ 11-ի դրությամբ։ Ինչի չեն կարող այդ միանգամից տանել, մենք պարտավորեցման հայց եւ ասել պարտավորեցնել անվավեր ճանաչի եւ կատարի վերաքվեարկություն։ Պարտավորեցման հայցի ներկայացման համար անհրաժեշտ է 2 բաներից մեկը, կամ պետք է հանձնաժողովը արդեն հայտարարած լիներ, դատարանում չի հայտարարել, որ չենք անելու։ Ասելա դե պետքա քննարկենք, նայենք, տեսնենք, այսինքն ակնհայտորեն եթե հստակ ասվեր, որ չէ, հաստատ չենք վերաքվեարկելու, կարող է հենց այդ պահին հաջորդ հայցը մոտ լինել։ Չեմ ոնց կհասցնենք, որտեվ ժամկետը շատ սուղ էր, մենք ինչ ենք արել, դատական ակտը հենց ստացել ենք, դիրքորոշում ենք ուղարկել կենտրոնական ընտրական հանձնաժողով, ասել ենք այսօր այս որոշումը ընդունելուց իր հավելումը մի քանի կետի իրականացրեք վերաքվեարկություն։ Հաջորդ թիվ բարձր դատարանն անցավ միջնորդությունների քննարկմանը։ Դիմումների վերաբերյալ որոշումը Սահմանադրական դատարանը ամենաուշը հուլիսի 4-ին պետք է կայացնի։ Դա օրենքով նախատեսված ժամկետ է։ Դիմումների ստանալուց հետո մուտքագրման օրվանից հետո 15 օրյա ժամկետում, իսկ դիմումները մուտքագրվել են անցած ուրբաթ։ Իրինա Մկրտչյան, Մհեր Կիրակոսյան, Լուրեր։